այսօրվա մեր գլխավոր հերոսը Չարենցն է։ Պատերազմից հետո չէի կարդացել, իսկ էթնիկ դտումից հետո ընդհանրապես էլի 23 թվից հետո լրիվ ուրիշ գույներով է էլի բացվում էս տեքստը։ Երկիրների կորստն քննարկելու։ Այնքան էլ լավ բան չէր էլի կարդալու համար, այս հոգեվիճակը լրիվ խախտվում է էլի։ Կարսի կորուստն է, կոտորածներն են առաջին հանրապետության տարածքային կորուստներն են, ընդհանրապես հայրենիքի կորուստը։ Քանի որ ինքը տենց կարս տեղանունը չի օգտագործում վեպում, նայրի է ասում, երկիր նայրի։ Սիմվոլիկան կորուսալ հայրենիքն է։ Պատկասն է 20 թվականի հոկտեմբերի 30-ն է Կարսի անկումը ու պատկասը 21 թվականից Չարենցը սկսել է աշխատել այս տեքստի վրա։ Թարմ ոնց որ վերքի վրա գրել է։ Վատը նաև այն է, որ այսօրվա քաղաքական էլիտան, որը պատերազմի ու պարտության քաղաքական էլիտան է եղել, ինքն է մեզ զոռում այս գիրքը կարդանք։ Արա գոնե սուս մնացեք էլի, ամոթ է էլի։ Կոպիտ ասած Չարենցը չէր ասում էլի, որ Կարսը կորցրել ենք, եկենք դե Երևանում լռվենք, ոնց որ էսա Երևանի սահմաններում է իրական Հայաստանն էլի։ Այս գիրքը ամեն դեպքում կարդացեք։ Այս գիրքը կարդացեք, ծանր փորձառություն արելու, բայց ինչ արած ոնց որ մեր բախտն է տենց է։